Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև կնքված հրադադարը տևեց ընդամենը մի քանի ժամ։ Լուսադեմին իրադրությունը Կիևի կենտրոնում կրկին սրվեց։ Անկախության հրապարակի մերձակայքում գտնվող Կիևի կոնսերվատորիայի շենքի կտուրից անհայտ դիպուկահարները կրակ բացեցին թե ցուցարարների և թե ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։ Զոհերի մասին տեղեկություններն իրարամերժ են, սակայն ըստ Reuters գործակալության վերջին մի քանի ժամերին Կիևի կենտրոնում առնվազն 21 ցուցարար է զոհվել, հիմնականում դիպուկահարների կրակոցներից։ Կիևի կենտրոնում այս նոր բախումները սկիզբ առան այն պահին, երբ Ուկրաինայի մայրաքաղաք էին ժամանել Եվրամիության 3 խոշորագույն պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները։ Նրանք նույնիսկ ստիպված եղան փոխել նախագահ Յանուկովիչի հետ հանդիպման վայրը, քանի որ Բանկովոյ փողոցում գտնվող նախագահի նստավայրի մերձակայքում ևս կատաղի բախումներ էին սկիզբ առել։ Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին նշում էր. Մենք իրատես ենք և պատրանքներ չունենք։ Արտաքին աշխարհը Ուկրաինայի խնդիրները լուծել չի կարող։ Ստեղծված իրադրության միակ դրական կողմը իշխանության և ընդդիմության միջև երկխոսության առկայությունն է։ Նրանք բավական հաճախակի են շփվում։ Դրա հետ մեկտեղ այն ամենն, ինչ կատարվում է Կիևում, սարսափելի է։ Սա Եվրոպայում ուժի կիրառման մեր հիշողության մեջ պահպանված թերևս ամենալուրջ դեպքն է, նշում էր Լեհաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Այն, որ իրադրությունը Ուկրաինայում խիստ լարված է և այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող թիվ 1 խնդիրն է, վկայում է նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հարկ համարեց հատուկ ելույթով անդրադառնալ Կիևյան իրադարձություններին։ Մենք շարունակում ենք պնդել, որ նախագահ Յանուկովիչն ու ուկրաինական կառավարությունը առաջնային պատասխանատվություն են կրում և պետք է կանխեն այն սարսափելի բռնության դեպքերը, որոնց ականատեսը դարձանք վերջին օրերին։ Կառավարությունը պետք է դուրս բերի հատուկ ջոկատայիններին աշխատի ընդդիմության հետ, ապահովելով երկրի առաջընթացը։ Այդ առաջընթացը պետք է ներառի նաև արհեստավարժների բազմակուսակցական կառավարության ձևավորումը, որը պետք է ի վիճակի լինի աշխատել միջազգային հանրության հետ Ուկրաինային հատկացվող օգնության փաթեթի շուրջ։ Բացի այդ նոր կառավարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, որոնք անհրաժեշտ են հաջորդ տարի կայանալիք ընտրություններին ընդառաջ։